Շնորհակալություն Գրիգոր, ողջույն սիրելի կուսակիցներ, համախոհներ, ընկերներ, ներկաներ։ Մի ուրվական է շրջում Հայաստանում եւ դա դիկտատուրայի ուրվականն է, վերաձևակերպելով դասականին։ Facebook-ում վստահ եմ շատերդ գիտեք մի օգտակար ֆունկցիա կա, դա հիշողությունների կամ memory-ների ֆունկցիան է, որը քեզ հնարավորություն է տալիս ամեն օր հիշել, թե նախորդ տարիներին այդ նույն օրը դու ինչ գրառումներ ես արել կամ ինչ ակտիվություն ես դրսևորել, այսինքն մի վիրտուալ օրագրի նման մի բան է, որը թույլ է տալիս քեզ վերհիշել քո մտորումները, մտավախությունները, հույզերը եւ այլն։ Եվ վերջերս այդ բաժնում տեսա 2018 թվականի մարտին իմ արած մի գրառում, որտեղ խոսում էի անձնիշխանության ու միջինասիական մոդելի ավտորիտարիզմի վտանգի մասին 2018 թվականի մարտին, երբ հայտնի իրադարձությունները դեռ չէին սկսվել։ Այն ժամանակ դրա վտանգը իսկապես շատ իրատեսական էր եւ մենք նաեւ հենց այդ ուրվականի դեմ պայքարի համար, այդ ուրվականին վերացնելու համար 2018 թվականի ապրիլին ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր չափով պայքարեցինք եւ հասանք հաջողության։ Եկեք տեսնենք ինչ ունենք այսօր 8 տարի անց։ Պետության ղեկավարը, իրականում նա կառավարության ղեկավարն է, բայց իրեն ներկայացնում է որպես պետության ղեկավար, փորձում է անձնական հսկողության տակ վերցնել երկրի հանրային կարգի բոլոր ոլորտները։ Մենթորություն է անում հոգևոր կյանքում, երաժշտական ճաշակ է փորձում ձևավորել, նշաձողեր է սահմանում քաղաքական, տնտեսական, կրթական ոլորտներում, ռևիզիայի է ենթարկում մեր պատմությունը, փորձում է խմբագրել մեր ինքնությունը եւ այլն։ Ամեն ինչ։ Նա Սաղմոս է կարդում եւ մեկնաբանում է ավետարանը յուրովի, այսպես ասած, զրոյական կետից, բառացիորեն մտնում է մարդկանց անձնական կյանքը եւ քննում է նրանց նախասիրությունները, ցեղասպանության թանգարանի տնօրենին օրերս հեռացրեց ինչ-ինչ պատճառաբանություններով եւ չգիտեմ դրանից մի քանի օր առաջ մանկապարտեզի տնօրեն էր նշանակում, ազատում քրեական գործերին է միջամտում առնվազն իր հանրային խոսքի ուժով եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ այս ամենը ինչն է հետաքրքիր, որ արվում է բնականաբար դեմոկրատիա եւ ինքնիշխանության դրոշի ներքո։ Եթե մեզ այս ակտիվությունը անհեթեթ զվարճալի, ինչ որ անմեղ զվարճալիք է թվում, պետք է հիշել այնուամենայնիվ, որ աշխարհի բոլոր դիկտատուրաները, շատ դիկտատուրաներ, նրանք որոնք որ ժառանգական չեն, սկսվում են հենց այսպիսի դրսևորումներով, այսպիսի անմեղ խաղերից։ Հեռուն չգնանք, հա, Բելարուսի այսօրվա արյունարբու դիկտատոր Լուկաշենկոն իր իշխանության առաջին տասնամյակում 90-ականների կեսերին այդպես էլի կարմրաթուշ ժողովրդական կայտար մարդ էր, մի քիչ այդպես զվարճալի, մի քիչ վախենա, մի քիչ այդպես ազդեցիկ, որը մի օր հոկե էր խաղում, մի օր կոլխոզում, չգիտեմ, հնձվորություն էր անում, մի օր փայտ էր կոտրատում, մի օր հաստոցում գործարանում հաստոցի դիմաց կանգնած եւ այլն եւ այլն։ Ամենակարևորը դա անում էր ժողովրդին սիրուց դրդված։ Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են։ Նույն բանը ամեն դեպքում ակնհայտ է ակներևը այսօր մեզանում։ Սա ներողություն խոսքիս համար բայղուշություն չի, սա միտում է։ Եվ ինչքան այս խումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս քաղաքական ուժը մնա իշխանության, այնքան այդ միտումները ավելի ակնհայտ են մնալու, այդ դրսևորումները ավելի են խորանալու եւ ավելի են աղճատվելու, հա, մուտացիայի են ենթարկվելու։ Ես շատ երկար չլինելու համար մի քանի իմ ոլորտից փաստեր բերեմ, հա, ես լրագրության ոլորտում եմ աշխատում եւ հատկապես վարչապետն էլ եւ իր քաղաքական թիմն էլ փորձում են շատ են հպարտանում իրենց հաջողություններով մամուլի ազատության ոլորտում եւ այլն, այսպես ուրեմն խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն օրերս հրապարակել է զեկույց, որի համաձայն 25 թվականին ԶԼՄ-ների եւ լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների մեծամասնություն եւ դատական հայցերի կեսը իշխանության ներկայացուցիչների կողմից են եղել, այդ թվում եւ հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից։ Լրատվամիջոցների իրավունքների խախտումների ընդհանուր թիվը գերազանցել են նախորդ 2024 թվականը, այսինքն 24 թվականին եղել է 208 խախտում լրատվամիջոցների դեմ,
25-ին արձանագրվել է 225 խախտում, սա միտում է։ Եվ այդ խախտումների մեջ են տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 101 դեպք, այլ տեսակի ճնշումներ 108 դեպք եւ ուշադրություն 15 ֆիզիկական բռնության դեպք։ Այսինքն այն իշխանությունը, որը իր հիմնական արժեքներից կամ ձեռքբերումներից է համարում խոսքի ազատությունը, այդ իշխանության օրոք երկրում թույլ են տալիս այսպիսի խախտումներ եւ այդ ընդհանուր մինչեւ ֆիզիկական բռնության դեպքեր լրատվամիջոցների հասցեն, էլ չասած, որ ամենաբարձր մակարդակից սկսած վարչապետից մինչև նրա մեծ ու փոքր ենթակաները պարբերաբար թիրախավորում են լրատվամիջոցներին, այս երկրում որակյալ եւ իսկապես անկախ լրատվություն տարածող լրատվամիջոցներին, բնականաբար նրանք, որոնք որ իրենց պատի թերթերի չափանիշներին չեն համապատասխանում, անվանարկում են, չգիտեմ, 5-րդ շարասյուն, օտարերկրյա գործակալներ, դեղին մամուլ, այսպես։ Որպեսզի շատ չծանրաբեռնեմ, թվերով եւ փաստերով եւ այսպիսի դեպրեսիվ իրականություն ներկայացնելով, ուզում եմ ամփոփել եւ ներկայացնել, թե ինչ եմ ես այսօր այստեղ։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես որևէ փոփոխության եւ հատկապես դեմոկրատական որևէ գործընթացի ամենագլխավոր բաղկացուցիչը մասնակցությունն է։ Մասնակցություն ամեն մեկս մեր չափով, մեր կարողությունների, մեր տաղանդի, մեր հնարավորությունների բերումով։ Եվ ոչ միայն նրա համար, որ այստեղ այս դահլիճում իմ ընկերներն են, իմ հարազատները, իմ գործընկերները, մարդիկ, որոնց հետ մենք առնվազն 18 թվականից, ոմանց հետ նաև դրանից ավելի առաջ, ոմանց հետ դրանից մի քիչ հետո ճանապարհ ենք անցել, դժվարություններ ենք հաղթահարել, հաջողություններ, փայլուն հաղթանակներ ենք գրանցել, նույնիսկ մարտական գործողությունների ենք մասնակցել, ոչ միայն այդ պատճառով, այլև այն պատճառով, որ ես հավատում եմ եւ համոզված եմ, որ միայն մասնակցությունն է, միայն անտարբերության հաղթահարումն է, որ հնարավորություն կտա մեզ խուսափել թուրքմենբաշիական հեռանկարներից եւ հասնել հաջողությունների։ Այնպես որ խնդրում եմ ակտիվ եղեք եւ ներգրավեք ձեր ընկերներին